24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Կամուշ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը։ Բարև ձեզ, պարոն Աբովյան։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է եկեղեցուն, ինչպես ինքն է նշում, ոչ թե եկեղեցուն, այլ եկեղեցու որոշ սպասավորների, եւ այս ամենի զուգընթաց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Փաշազադեն է հայտարարություններով հանդես գալիս եւ նա կրկին երեք թիրախավորել է հայ առաքելական եկեղեցուն, ասում է, որ այն ռևանշիստական քարոզ է անում եւ իր ժողովրդին տանում է դեպի աղետ։ Փաշազադան նաեւ բողոքի նամակ է հղելու եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարին, ընդգծելով, որ կրոնական առաջնորդները պետք է ծառայեն Սուրբ Երրորդությանը եւ ճշմարտությանը, խթանեն խաղաղությունը, փոխըմբռնումը եւ չսադրեն հակամարտություններ։ Այս երկկողմանի միաժամանակ դժգոհությունների եկեղեցուց զուգադիպություն են, ինչպես Փաշինյանն է պնդում, թե ամեն դեպքում կապ կա։ Ոչ, ուղիղ ակնհայտ կապ է։ Ընդամենը կարելի է դիտարկել ժամանակագրական, այս հայկական հակաեկեղեցական խայտարակությունը, որը գեներացնում է Թավշյա իշխանությունը, եւ հասկանալ, որ այո, կա, ես ասեմ ավելի շատ հնարավոր է, որ ես չեմ պնդում իհարկե, որ համաձայնեցված է գործընթացը տեղի ունենում, ասեմ հետեւյալը, տեսեք, հիշենք ինչի սկսեց նրանից, որ վեհափարի գլխավորությամբ Շվեյցարիայում մեծ մի համաժողով էր կազմակերպվել արցախահայության, Արցախի եւ առհասարակ հայկական հարցի շուրջ։ Հաջորդ օրը Փաշինյանի ընտանիքի անդամներից մեկը գրառում է անուն, որտեղ հեգնանքով ասում է Շվեյցարիա գնացել եկում եք հետ բերում, ես ճիշտ ասած չհավատացի աչքերիս։ Ասես կարող ֆեյք է, հա, չգիտեմ, բայց դե ինչևից է մարդը ունի, դե լավ, իր կարծիք արտահայտելու իրավունքը եւ այստեղ ես կարծիքին չեմ բռնանում, այստեղ խնդիրը միայն նրանումն է, որ այդ կարծիքը չգիտես ինչու դառնում է որոշակի տրիգեր կամ որոշակի ասենց ասենք, ստարտ այն գործընթացներին, որոնք մենք տեսանք, ընդամենը մեկ օր հետո սկսում է այդ խայտարակությունը, որը փորձում են այս իշխանությունները հիմնավորել որպես իբր իրանք եկեղեցու դեմ չեն, իբր իրանք հայության դեմ չեն, այլ ընդամենը անձերի։ Միգուցե տեղյակ չեն, բայց հենց անմիջապես այդ գործընթացը ինքը ակնհայտորեն ցույց է տալիս կապը, այսինքն ուղիղ կապ է թուրքերի, ադրբեջանցիների եւ իշխանությունների կողմից գեներացված այս գործընթացի, որը իրենք անվանում են պետական, հա, կամ պետության ինչ-որ հետ կապված գործընթացներ, գիտեք, կարելի է շատ երկար բարակ, հա, տենց ինչ-որ խոսքեր ասել, փորձել ակնհայտ բաները հերքել, այս իշխանությունը առհասարակ աշխարհի չեմպիոն է, ակնհայտ փաստերը հերքելու եւ միամիտ դեմքով ուղղակի տիեզերական քաղաքագիտական հիմարություններ դուրս տալու, մենք դրան այսօր կանդրադառնանք, բայց ես ուզում եմ ուշադրությունը դարձնել մեր հեռուստադիտողների մի շատ կարևոր հանգամանքի։ Նույնիսկ որակավորումների մեջ այս իշխանությունը, Թավշյա իշխանությունը կրկնում է կամ միգուցե իրար հետ պայմանավորված են թուրքերի ու ադրբեջանցիների հետ։ Օրինակ, նույն Փաշազադեն ասում է, որ հայկական եկեղեցին վտանգ է ներկայացնում։ Հետո Թավշյա իշխանությունը ասում է, որ վտանգավոր է, երբ որ, հա, օրինակ, չգիտեմ, կուսակրոնության հարց է գալիս, պետական անվտանգության ինչ-որ վտանգներ։ Հարցածակում ինչի համար երկուսն էլ զուգահեռաբար իրար հերթ չտալով նույն թեզն են առաջ տանում։ Սա մեկ, երկրորդը։ Եկեք հիշենք բացի դրանից նաև հետևյալը, որ սա առաջի գրոհը չէ, 2018 թվականից իշխանությունների բարի աչքի ներքո, հա, սենց ասենք, արդեն եղել են փորձեր գրավել վեհարանը, փորձեր են եղել վարկաբեկել եկեղեցին եւ սա լրիվ այս Թավշյա կոլաբորացիոնիստ ըստեյության, հա, պրոթուրքական եւ պրոադրբեջանական իշխանության տրամաբանության մեջ է, այսինքն սա նորություն չի։ Բայց Փաշինյանը հերքում է, օրինակ այսօր ասում են, որ փարիսեցություն է այն, որ թուրքական կամ ադրբեջանական հետք են տեսնում այս ամենի մեջ, ոմանք հանդես են գալիս Կտրիչ Ներսիսյանի պաշտպանության դիրքերից, ինչն եք պաշտպանում, ում եք պաշտպանում, սուտը, կեղծիքը, պղծությունը, այսպիսով պաշտպանում եք ինքներդ ձեզ եւ դուք շանս չունեք։ Բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են, շանս չունեն։
Ես ցավում եմ, որ էլի թուրքերի ու ադրբեջանցիների թեզերն են առաջ տանում, այդ իրանք շանս չունեն, որովհետև այսօր ըստ էության իրենք իրենց հակադրել են հայ ժողովրդի հետ, հայերի հետ, համայն հայության հետ, չնայած շուտվանից էին հակադրել, բայց արդեն սա որ հասել է վերջին պատնեշին։ Ինչ վերաբերում է փարիսեությանը, թող գիտեք զգուշորեն արտահայտվեն, շատ զգուշորեն, որտեղ եթե խոսենք փարիսեությունից, ես պարզապես չհիշեցնեմ իրենց կողմից 1000 անգամ իրենց հենց տված խոստումների չկատարումը եւ հետո շուրջ բոլորին մեղավոր կարգելը։ Եվ երրորդը, ի վերջո, պարզ հարց, համընկնում է Հայաստանի Հանրապետության իշխանության դիրքորոշումը Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքորոշման հետ։ Փարիսեություն է, փարիսեություն չի, չգիտեմ ինչ է, համընկնում է, այո թե ոչ, համընկնում է։ Մի հատ հələ բացատրեք։ Ոչ թե միամիտ դեմքով ինչ-որ բաներ խոսա, բացատրեք ինչի է, ինչով է պայմանավորված այն, որ ձեր որակավորումները Արցախի մասով, հայոց եկեղեցու մասով, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասով, Հայաստանի ծայրից ծայր համընկնում են։ Ծայրից ծայր մեր թշնամիների հետ, ավելի ճիշտ այն պետությունների, որոնք դոկտրինալ նախագիծ ունեն Հայաստանի Հանրապետության ապամոնտաժմանը։ Սրան շատ պարզ ու հեշտ պատասխան կա։ Այս իշխանությունը իր անվտանգային հովանոցը ինքը տեսնում է միայն եւ միայն ադրբեջանական ու թուրք-ադրբեջանական քաղաքականության ծիրի ներքո, որը իր հերթին ենթադրում է Հայաստանի Հանրապետության տոտալ վերահսկում, հետագա ապամոնտաժման հետ կապված գործընթացների գեներացում, որը շատ ակտիվ գեներացում են։ Ես մի Հիմա ինչու է հենց եկեղեցին ընտրվել թիրախ։ Շատ պարզ պատճառով եկեղեցին, տեսեք, ողջ պատմության մեջ, այ միջալուց է իրանք չեն ընտրել եկեղեցին, դա թուրք ու ադրբեջանցիներն են ընտրել։ Ինչ վտանգ են տեսնում։ Շատ մեծ վտանգ, եկեղեցին միշտ եղել է պետականաշեն եւ ազգապահապան կառույց ինքը հայերի համար, երբեք չի եղել լոկ կրոնական ինչ-որ մի հաստատություն։ Մենք չենք ունեցել պետականություն, բայց մենք ունեցել ենք պետականամետ մտածելակերպ եւ ազգամետ մտածելակերպ եւ դրա հիմքում եկեղեցին է, որ պահին եկեղեցին վարկաբեկվեց, հա, չնայած սրանք այնքան պուճուր են, պուճուրիկ նույնիսկ, որ իրանք չեն կարող վարկաբեկեն եկեղեցին, չեն կարող, կարան ցնցումների մեջ ընկնեն, բայց հաստատ չեն։ Դուք կարծում եք չեն կարող գործընթացներ գեներացնել եւ հաջողության հասնել։ Վստահաբար չեն կարող։ Ինչու է այդքան վստահ։ Շատ պարզ պատճառով, որովհետեւ սրանց տեղյակ պահեմ, հայ ժողովուրդը դա ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, սկսենք դրանից, եւ երկրորդը ի վերջո մարդիկ, հասարակ մարդիկ, նույնիսկ եթե սրանք կուրսի չեն, դա էլ պահենք, իրանց կուրսի, նույնիսկ իրենց համախոհները ուղղակի սարսափում են նայում, ինչպես իրենց համախոհներին տանում են ինքնաոչնչացման։ Հասկանում եք, բնազդի խնդիր կա, Արցախի խնդիրը, տարածքների խնդիրը, դա գեոպոլիտիկ հարց է, բայց երբ որ գալիս են քո տուն ու դու հասկանում ես, որ քեզ նախապատրաստում են, այսինքն անասնացնում են, ոչխարացնում են, չգիտեմ, նախապատրաստում են ոչնչացման, դա ակնհայտ է, իմիջիալոց ասեմ ձեզ, սրանց խորհուրդ կտամ դուրս գան մի հատ փողոց, պարզապես մարդկանց հարցուփորձ անեն, մարդիկ չեն ընկալում եւ ճիշտ են անում այն գիտեք փաստարկային բազան, որը այս իշխանությունը տալիս է իբր ինքը եկեղեցու դեմ չի վեհապարի դեմ։ Դա գիտեք ինչի է նման։ Անկալելի է ժողովրդին։ Միգուցե ժողովրդից շատերը ինչ որ դժգոհություններ ունեն, չեն հավանում, օրինակ, շատերը չէ, ինչ որ խումբ մարդիկ չեն հավանում վեհապարին, կարող են խումբ մարդիկ կան, հավանում են, չեն հավանում, բայց մարդիկ հասկանում են։ Բայց արդյոք սա այս հարցը վերաբերում է եկեղեցուն եւ իրենք դա անկալում են, որ եկեղեցու հարցն է դրված։ Միանշանակ, որովհետեւ մարդիկ ի տարբերություն իրենց չունեն թիթեռի հիշողություն եւ շատ լավ հիշում են, թե ինչպես էր 2018 թվականին հենց անմիջապես եկեղեցու դեմ գնում արշավը։ Մարդիկ չեն մոռացել, որ օրինակ սրանց ծպտունը դուրս չի գալի, երբ որ ոչնչացվում է Ղազանչեցոցը, աղավաղվում լկտիաբար, երբ որ Արցախում եկեղեցիներ են ոչնչացում, երբ որ հայկական պատմամշակութային եւ կրոնական, հա, մեր պատմությունը մեզ պատմական առումով փորձում են ոչնչացնել, սրանց ծպտունը դուրս չի գալի, ուղղակի ծպտունը նույնիսկ, բայց արի ու տես, որ իրանք այնքան մտահոգված են ներ եկեղեցական գործընթացներով, ես հասկանում եք, սա շատ կարևոր է հասկանալ, որ այո, իրենք ըստ էության հասկանում են, որ միակ ինստիտուտը, որը մնացել է, որը կարա համախմբի ժողովրդին, որ հանկարծ Հայաստանը չվերածվի իրական Հայաստանի
հա, իսկ իրական Հայաստանը իր հերթին դա հոմանիշն է Արևմտյան Ադրբեջանի ըստ էության։ Միակ կառույցն է, որը համայն հայության ամբողջ աշխարհի կարողանում է կենտրոնացնել եւ ռեսուրսային առումով կարողանում է շատ արագ եւ շատ կարճ ժամանակում պայմանական կենտրոնացնել։ Այլ բան, որ եկեղեցին չի խառնում քաղաքականության մեջ։ Բայց սրանց սարսափը այնքան մեծ է, սրանց ես նկատի ունեմ ադրբեջանցիներին, թուրքերին ու մեկ էլ էս իշխանությանը, որ իրենք հասկանում են կիսատ պռատ չի ստացվի։ Տեսեք, ադրբեջանցիք փորձում են չկրկնել մեր սխալները։ Այսինքն մեր սխալը ինչն է, որ մենք միջև վերջ ուղղակի չմշրեցինք իրենց եւ թույլ տվեցինք, որ իրենք երկարաժամկետ առումով հա սկսեն ուժեղանալ։ Իրենք չեն ուզում դա թույլ տան։ Իրենք համոզված են, որ եթե հայ էթնոքաղաքական միավորը Հայաստանը մենք բոլորս մնանք, հա, ապա ինչ որ մի ժամանակ հետո իհարկե մենք մերի հետևից գնալու ենք, դա վստահաբար գնալու ենք։ Սա բնավ չի նշանակում պատերազմ ենք անելու կամ չի, գնալու ենք, որովհետեւ մեր ապրելու խնդիր է կանգնած եւ այդ մեզ չվերանալու եւ մեզ չվերացնելու, հա, ներքուստ համոզմունքը դրա յետևում կանգնած է միայն եւ միայն եկեղեցին։ Այսինքն ոչ թե ֆիզիկական վերացման հիմա խնդիր է, այլ այն արժեքային համակարգի, որը իրենց համար վտանգ է։ Տեսեք, միջև ֆիզիկական ոչնչացումը դու պետք է մարդուն զրկես ընդհանրապես ստիմուլից ինչ որ մի բանին դիմադրելու։ Օրինակ ենք շատ ցայտուն կարելի է բերել, դա նացիստական համակենտրոնացման ճամբարներն էին, երբ որ մարդկանց բերում էին միջև այդ գազի կամերաները կամ գնդակարելը կամ վառելը, ինչ էին անում։ Զրկում էին անուն, ազգանուն, ազգություն, սեր, համար էին դաջում, մարդու մոտ հոգեբանորեն արդեն վերջ, ինքը ընդամենը անասնացած մի հատ ինքնությունից զրկում։ Այո, այս իշխանության հիմնական նպատակը սա է, չմոռանանք, որ իրենք գործում են այդ տրամաբանության մեջ, օրինակ հայտարարելով, որ ամենա ուժեղ հերոսը, օրինակ հարկատուն է, այսինքն մարդը ունի այդ համարը դաջված, հիմա ձեռին չի թղթի վրա է, չնայած հարկերը պետք է մուծել, դրա մասին խոսք չի գնում, ստեղ հոգեբանական խնդիր է։ Իսկ եկեղեցու հետ կապված չի ստացվի, որքան էլ սրանք իրանց ճղեն, չի ստացվելու, ասեմ ավելին, իրենք հատուկ են գեներացնում մաքսիմալ ներհայկական անանդուրժողականությունը եւ տանում են դեպի քաղաքացիական պատերազմ ըստ էության։ Ինչի համար, որովհետեւ իրենց համար միակ ելքը այս իշխանության դա այն խժդժությունն է, որը ձեռնատու կլինի Թուրքիային եւ Ադրբեջանին։ Դրա հետ մեկտեղ կա նաեւ հարցի շատ կարեւոր մի այլ նրբերանգ։ Դա այսպես կոչված շղարշն է։ Այս ամբողջ գործընթացը նկատել եք դուրս մղեց տեղեկատվական դաշտից, այսինքն մարդկանց աչքի դեմից այն փաստը, որ Ադրբեջանը նախապատրաստում է պատերազմի։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Հանրապետությունից տարածքներ։ Ադրբեջանը պահանջում է բնակեցնել Հայաստանի Հանրապետության տարածքները իրենց ցեղակիցներով։ Ադրբեջանը պահանջում է եւ եւս մեկ անգամ պահանջում է։ Մեզ այս ամենը մի կողմ է գնացել։ Սրանք դուրս են գալի եկեղեցու դառն, ոչ թե եկեղեցու վեհապարի, չգիտեմ, կուսակրոնության դառն են քաշում, հա? Եվ փորձում են դա ներկայացնել որպես ամենակարևորագույն խնդիրը։ Այն մարդիկ, ովքեր կրկնեմ ծպտուն չեն հանել, երբ որ հայկական եկեղեցիները ոչնչացնում են, այն մարդիկ, ովքեր ըստ էության վիրավորական առավոտից իրիկուն մեզ բոլորիս վիրավորում են։ Երբ որ խոսում են, որ եկեղեցիները չուլանի են վերածվել, սա, գիտեք, սա հոգեբանական պահ է, մարդ չուլանի համար դուշ չի գա, չի կռիվ չի անի։ Իրենք փորձում են կոտրել մարդկանց մեջ այդ ընկալումը։ Բա որ այդքան խոսացող իբր հայ եք, բա խոսացեք, որ օրինակ Ադրբեջանը ոչնչացնում է զանգվածաբար հայկական եկեղեցի, ձենները դուրս չի գալի։ Ոչնչացնում է եւ աղբանական է ներկայացնում։ Իհարկե, ես ասեմ ավելի։ Նաեւ ջնջումը պատմություն է։ Տեսեք, իրենք գործում են թուրք-ադրբեջանական ծիրում, մենք բազմաթիվ անգամ ասել ենք, այս իշխանությունը իր անվտանգային համակարգը տեսնում է երկու տարբերակով, մարդկանց էլի գժվցնի, ուղղակի գժվցնի, որ մարդ կորի, հա, ասես մտովի, կոնսոլիդացնի այն զանգված ամեն հասարակության մեջ գիժել կա, չգիտեմ, դավաճանել կա, հա, ամեն ինչ կա։ Խոսքը ընդհանուր հասարակության մասին չի, խոսքը գնում է
այն մարգինալացված խմբերի, հա, որոնք այս կամ այն առումով, չեմ ասում գիժեն, հա, որ իրենց, չգիտեմ, սատարում են կամ չեմ ասում աննորմալ են կամ դավաճան են, չեմ ասում, մարգինալիզացված, խաբված, գիտեք, ինչ որ մի հետաքրքրություն ունեցած, իրանց մոտ աշխատող եւ այլն, հա, ոչ բոլորը իհարկե, բայց այնուամենայնիվ իրանք փորձում են այդ խմբակը հա սկուր պահել, որովհետեւ եթե ինչ-որ մեկին թվում է, որ իրանք չեն սարսափում, իրանք սարսափում են, այդ սարսափն է իրանք ստանում։ Բայց ինչու են կուր պահում, ինչու չեն պայքարում, ինչու իրենց կարծիքը չեն հայտնում, հակառակը ողջունում են բոլորը միաբերան։ Ովքեր են ողջունում։ Դե օրինակ խմբակցությունից, մարզպետներից, նախարարներ։ Տեսեք, երբ որ ողջունում են բանը, իրենք հասկանում են, որ իրանք բոլորը կապված են մի գործընթացի շուրջ, որը այլ կերպ, քան օրինակ Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի մեր ազգային, հա, շահերի, չգիտեմ, թուրքի բերանը նետել, այլ կերպ չես կարող որակավորես։ Իհարկե իրար գլուխ են հավաքվում, ես նույնիսկ չեմ էլ բանանում։ Այսինքն երկուսն համաձայն չեն, բայց արտաքուստ միգուցե ես կարծում եմ այո, դա վախ կա մեջները, որ մնան իշխանության։ Չէ, որ այդ միջին եւ մանր զանգվածը գործից չհանեն, չդատեն, չգիտեմ ինչ չանեն, դիքա հարցեր կա, վախեր կա։ Այստեղ պետք է հասկանալ, որ այս իշխանության համար կտրականապես անընդունելի է հանրային համերաշխությունը, ոչ թե հնազանդությունը, համերաշխությունը։ Այ հիմա կա հանրային համերաշխություն եկեղեցու շուրջ, առհասարակ։ Կա այդ հանրային համերաշխությունը։ Իրենց համար դա սարսափելի է։ Որ վարկանիշը ավելի բարձր է եկեղեցու, քան իշխանության։ 80-90%-ը իրանք չգիտեմ որտեղ են։ Ստե դա չի խնդիրը։ Խնդիրը նա է, որ նկատում եմ վերջին հարցումները։ Տենց էլ լինելու է։ Աճելու է թե վարկանիշ, ասեմ ձեզ ավելի նույնիսկ այն մարդիկ, ովքեր իրենց դիրքավորում են որպես աթեիստ կամ ագնոստ, հա, որոնք եկեղեցու հետ առնչություն չունեին, հիմա այդ մարդիկ պատրաստ են գնան եւ կանգնեն եկեղեցու կողքը։ Այո, սա ոչ թե վեհապարին վերաբերող գործընթաց է, եկեղեցուն վերաբերող գործընթաց է։ Իշխանության կողմից նենգափոխման փորձերը իրենք ապարդյուն են։ Խնդիրը գիտեք ինչու՞մն է։ Իրենք այնքան է իրանց ոտերը ամպոտել, այնքան են կտրվել իրականությունից, որ իրանք իրականում համարում են, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը անգիտակից զանգված է, ում ինչ տաս ինքը կուտի։ Լուրջ եմ ասում, իրանք համոզված են դրանով։ Բայց հայ ժողովուրդը, հայերը, նույնիսկ այն մարդիկ, ովքեր միգուցե, չգիտեմ, իմ հետ համաձայն չեն, հա, քաղաքական առումով լիքը հարցերում, բայց այդ մարդիկ մտածող, խելացի, նորմալ մարդիկ են։ Եվ այդ մարդիկ հասկանում են ինչ վտանգ է գեներացնում։ Գիտեք ոնց է։ Մասնավորապես որն է վտանգ ներկայացնում, այն որ Փաշինյանն ասում է գնանք վեհարանի առջև կանգնենք եւ պահանջենք սիրողաբար, որպեսզի վեհապարը հեռանա, այն հանձնաժողովը, որ պետք է ձևավորվի, ասում է ես 10 հոգուն կընտրեմ, սուրբ ամրից մարդիկ լինեն, այնտեղ պահանջներ կա ներկայացված եւ վեհաբնոր վեհապար շատ բան կարան ասեն։ Աստված ոչ ան իրան գնան այնտեղ, որովհետեւ ես ուղղակի վախով եմ, գիտեք, որպես մարդ, sense մտածում, ինչ կլինի այդ պարագայում, եթե հանգած մարդիկ թափեն դուրս։ Իսկ իրանց դա է պետք։ Այսինքն ի պաշտպանություն եկեղեցու դուրս կան։ Իհարկե, ես ձեզ ասեմ, այդ մարգինալիզացված խմբակներին մի նայեք։ Վիճակը այնքան սարսափելի է ներքուստ յուրաքանչյուր մարդու համար, որ նույնիսկ աղանդավորականները հայտարարություններ են տարածում, ասում են ախպեր, մենք սրանց հետ գործ չունենք։ Դա այն աղանդավորները, որոնք դրոշակակիրն են եղել այս իշխանության բոլոր հարցերում, պատկերացնում եք, որ ասում են ախպեր, մեզ հանգարց մեզ բան չանեք, մենք ժողովրդին են դա ասում, սրանց չեն ասում։ Այն որ այո, իրանք կգտնեն միգուցե մի քանի 100 մարդ, ովքեր տարբեր մարդիկ են, հա, յուրաքանչյուր հասարակության մեջ կային տարբեր մարդիկ, ասեմ ձեզ ավելին, ցեղասպանության ժամանակ հայերի ցուցակը ոչնչացման հայերն էին կազմում։ Այստեղ ազգանունի խնդիր չի, այստեղ խնդիրը այն է, որ յուրաքանչյուր հասարակության մեջ իհարկե կգտնվեն մարդիկ, այլ խոսք, այդ մարդիկ ինչ կարող են անել եւ տեսեք, ոչ մի բան չեն կարող անել, կարող են սադրանքներ անել, կարող են մարդ ուղարկել եկեղեցի, օրինակ, 2 կոպեկ ջեբը փող տնեն, հա, Գնել Սարգսյանը անում էր եկեղեցում։ Տեսեք, այստեղ խնդիրը հետեւյալն է։ Այսի մենք պետքա գլոբալ նայենք խնդրին։ Այս իշխանության խնդիրը ջարդելն է հայ ժողովրդին, ջարդել, քաղցր խոսքեր ասելով, չգիտեմ ինչեր հորինելով, դուրս տալով եսի ինչեր։ Օրինակ կանգնում ասում են սրանցից մեկը չեմ հիշում դրա ազգանունը, կայնում է ասում է
հանձնաժողովը գործելու է համաձայն սահմանադրությանը ու վեհապարը փոխվելու է համաձայն սահմանադրությանը։ Այն դեպքում որ սահմանադրությունը հստակ ասում է, որ ես հասկանում եմ խնդիր է դրված, զանգել են, SMS են գրել, ասել են խոսացեք, թե չսաղի փորը կտանք։ Բայց հղում անել սահմանադրությանը, դա ոնց որ կոչ անել սահմանադրությունը տապալել։ Դա հակասահմանադրական գործընթաց է, նույնիսկ իրավական առումով։ Իրանց թվում է իրանք պատասխան չեն տալու։ Իրանց թվում է որ ինչ որ սա կանցնի, հետո հա, տենց ու ոչ չէ, պատասխան տալու իրավական դաշտում հարց են տալու, ինչի համար է փորձ կատարել, տապալել կամ հայտարարել, տապալել սահմանադրական կարգը։ Ինչի համար։ Այդ հարցերը տալու են։ Ուզում եմ ներկայացնել, որ այս հարցը ավելի կարևոր է, քան սահմանադրությունն է։ Կարող ենք սահմանադրությունն է խախտել, օրենքը խախտել, եթե կարիք կա միջամտելու։ Եթե մենք համարենք, որ իսկապես այնպիսի խնդիրներ կամ այնպիսի բաներ է հայտնի Փաշինյանին, որը մենք չգիտենք, եւ Փաշինյանը այնքան անհանգստացած է, որ ուզում է իսկապես եկեղեցում շուրջ եղող խնդիրները լուծել կամ եկեղեցու ներսում գտնվող խնդիրները լուծել, արդյոք այս տարբերակով պետք է Փաշինյանը այդ հարցերը բարձրաձայներ։ Այսինքն այն տարբերակը, որ նա ընտրել է, այն բառապաշարը, որ ընտրել է, արդեն իսկ հարցեր է առաջացնում, որ նպատակը ոչ թե բարեփոխելն է կամ ինչ-որ խնդիրներ իրեն հայտնի է, մեզ հայտնի չի, ուզում է լուծել, այլ տեղ է։ Աշխարհիկ մարդ է, աշխարհիկ մարդ է, որը ներգրավված չի եկեղեցական գործընթացների մեջ։ Ով է, որ ընդհանրապես խառնվի եկեղեցական։ Դե ինքը երկրի ղեկավար է, եթե ինքը ինչ-որ խնդիրներ է տեսնում, եթե ինքը երկրի ղեկավար է, նա թող դնի բոլորին գնդակար է, ինչ է բանանում։ Հա, երկրի ղեկավարը հայտարարել է վտանգ ներկայացնում, Տարեկ Սարգսյանը գնդակար է։ Այսինքն, եթե անգամ խնդիրներ կար, ուզում ես միջամտել, անհանգիստ է, որպես ինչպես ինքն է բնութագրում, ասում է, որպես հետևորդ ես սրտացավ եմ եւ այլն։ Այս տարբերակով պետք է այդ հարցերը, արդյոք առանձին զրույցներ, առանձին հանդիպումներ իրենք մեզ ստիպում են մտնել իրենց օրակարգի մեջ։ Այս հարցը, ելի եմ կրկնում, ինքը մի քանի շերտ ունի։ Մի մտեք իրենց օրակարգի մեջ, մի քննարկեք ունի իրավունք թե չունի։ Որտեւ ակնհայտ դուք ոնց որ քննարկեք, այս մարդը իրավունք ունի 5 տարեկան երեխա սպանել։ Այո, թե ոչ, եկեք մի հատ նստենք հələ քննարկենք։ Իսկ եթե այնպիսի հանցագործություններ են եղել, ինչպես Իրկինն է ասում, որ մանկապղծություն եւ այլն, ապա իրավապահ մարմինները պետք է յուրաքանչյուր կառույցում, իսկ եկեղեցի ըստ էության, հա, մարդկանց կա տարբեր բաներ կան, կաթողիկների, ուղղափառների բոլորի մոտ էլ եղել են։ Ինչ դա տեսեք իրանք հուզական բանի վրա են սեղմում։ Հուզական հարցերով մասին է խոսում, որը պետք է իրավապահները զբաղվեն։ Հիմա ես հարց եմ տալիս, եթե հանցանքա, ինչու՞մն է խնդիրը, որ դիմում չեք գրում ոստիկանություն։ Ինչի։ Ուրեմն կամ ստում եք, կամ հուզականության վրա եք խաղում մարդկանց։ Վստահաբար ձեզ ասում եմ, եթե հանգարց տես բան ֆիքսված լիներ, հիմա արդեն իրանք շուտվանից ոստիկանություն դիմաց են ու այդ նկարները ձեռները վազվզում են գորգարալով փողոցներում։ Դիմեք ոստիկանություն, որովհետև եթե դուք անվանում եք, հա, ինչ-որ մի գործընթաց քրեով անառակություններ, դիմեք ոստիկանություն, մանկապղծություն եւ այլն։ Եկեք թող իրանք, ես մի խորհուրդ եմ տալի, իշխանական թևին առհասարակ սեռական բանի մեջ չմտնեն, դա ամենայն, հա, գիտեք, բանով ինքը ամենաներքևն է, մի արեք էլի տես բան, մի արեք, ունեք հանցագործության մասին տեղեկություն, պահանջում եմ, ուղղակի դիմեք ոստիկանություն եւ այդ հանցագործության, հա, մեղավորին թող բռնեն, դատեն, կարգազույց անեն ու ուղարկեն եսին։ Այդ դեպքում անվտանգային խնդիր է բոլորիս համար։ Չէ, դա ես խնդրում եմ, մենք պետք է խորքային նայենք, ախր մենք հա վերևից էսի են ասեց, էնի են ասեց, ոչ, մոռացեք ով ինչ ասեց։ Մոռացեք, չպետք չի Փաշինյանը սա ասեց, այն մյուսը էսի ասեց, գրառում արեց։ Պրոցեսը վերևից նայեք, վերևից պրոցեսը հետևյալն է, խնդիրը լուծվում հայկական ինքնության ոչնչացման, որը հետո բերելու է ֆիզիկական ոչնչացման կամ տարանման, եւ սա մտնում է ինչ ուզում է լինի, պատերազմ չլինի կոնցեպտի մեջ, այսինքն պատերազմ չի լինելու եւ մենք չենք լինելու։ Նկատենք, որ այսօրվանից մինչև հունիսի 30-ը Թուրքիան զորք է նախ տեղակայել Ադրբեջանի հետ զորավարժություն իրականացնել։ Մեկնարկվում են այդ զորավարժությունները, Ադրբեջանը այդ առիթով մոտ 3 ամիս առաջ արդեն իսկ հսկայական զենքեր տեղափոխում, Ադրբեջանը նաև Նախիջևան, այս ֆոնին, երբ նաև խոսվում էր ԱՄՆ պետքարտուղարի կողմից, որ հնարավոր է, որ Սյունիքի հատվածում ռազմական գործողություններ լինեն, նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարներ այդ մասին խոսել, թեև մեր գլխավոր շտաբի պետը ասաց, որ նման վտանգ չկա։ Ես չեմ հավատում ոչ մի իշխանության ներկայացուցիչի ոչ մի հայտարարությանը, որովհետև կրկնեմ, իրենք սպասարկում են, միգուցե անգիտակցաբար, չգիտեմ, չեմ ուզում հիմա գնամ բաների մեջ,
թուրքերի եւ ադրբեջանցիների այն նախագծերը, հա, որոնք նպաստում են Հայաստանի Հանրապետության ոչնչացմանը։ Այո, անում են խինորեն զորավարժություն անում։ Սրանից 12 օր առաջ հայել արել են։ Ադրբեջանը 40-ից ավել կործանիչներ է գնում։ Ամեն շաբաթյա ռեժիմով հսկայական քանակի զենք է գնում Ադրբեջանը։ Ինչու՞, նախապատրաստում են բանի, չէ՞։ Երկարատև զորավարժություններ է մինչև հունիսի։ Փաստորեն Ադրբեջանը նախապատրաստում է պատերազմի կամ նախապատրաստում է ռազմական գործողությունների։ Ում դեմ։ Սա այո ճնշման գործիք է, թող ծպտումները խի դուրս չի գալի, թող են խոսան, թող մի հատ ասեն, մենք անհանգստացած ենք, որ Ադրբեջանը զորավարժություն անում Թուրքիայի հետ։ Եթե չեն խոսում, ուրեմն իրենք անհանգստացած չեն։ Իսկ եթե անհանգստացած չեն, իրենց դաշնակիցներն են։ Տրամաբանենք, էլի, չեմ ուզում մեղադրեմ ոչ մի բան։ Դե ասում են անհանգստացած են, որ այդքան զենք են գնում։ Ու զուգահեռաբար եկեղեցուն են, չէ՞, խփում, թուրքերի հետ զուգահեռաբար։ Ինչու սա այսքան առաջնային հարց որպես բերվում, ամենօրյա ռեժիմով, ոչ մի խնդրի Փաշինյան ամենօրյա ռեժիմով չի անդրադառնում, ինչպես այս այո, այստեղ խնդիրը կրկին ըստ էության սա կարևորագույն խնդիր է հայկական ինքնության ոչնչացման հասկանանք։ Եթե թվում է ինչ որ մեկին, որ իրանք չեն հասկանում, դա հասկանում են։ Ստե ընտրություններից սկսած, հա, իրենց նախապատրաստի գործընթացին վերջացրած թուրքերի ադրբեջանցիների տեսլականի ներքո, որը լիովին համապատասխանում է այս իշխանության գործողություններին։ Հիմա առաջիկայում ինչ է սպասում, որովհետև Փաշինյանը ուղղակի հայտարարություններ չի անում, կոնկրետ քայլերի է պատրաստում եւ ժողովրդին իր հետևորդներին ինչ պետք է թող ինքը իր հետևորդներին ինչ ուզում է, ինչ գործողությունների է պատրաստում։ Դե տանելու են դեպի բախումներ, տանելու են դեպի չգիտեմ ինչ է, ձերբակալություններ եւ գիտեք ինչ է լինելու, յուրաքանչյուր հայի համար մեծ պատիվ է եկեղեցու համար, մեծ պատիվ է եկեղեցու իր հավատի քրիստոնեության համար տանել բոլոր զրկանքները եւ կտանքները, թող մի գրամ չկասկածեն։ 80-90%-ը հայ ժողովուրդը պատրաստ է դա անի։ Դե լա տեսնեմ։ Փաշինյանն ասում է շանս չունեն նրանք, ովքեր վեհապարին են պաշտպանում։ Շանս չունեն նրանք, ովքեր իրենց երախը բացում են հայկական եկեղեցու վրա։ Ինքը էդի ասում, մենք էլ ենք ասում։ Մենք ես ենք ատունում հայերը։ Պարզապես քրիստոնյա ժողովուրդը։ Շանս չունեն նրանք, ովքեր իբր վեհապարին տենց ինչ որ, հա, պրետենզիա ներկայացնելով իրականում թիրախավորել են եկեղեցին։ Հայկական եկեղեցու թիրախավորողները շանս չունեն։ Եվ ինչ։ Ու հավատացնում եմ ձեզ, իմ կարծիքը, դա իմ կարծիքը չի, դա հավաքական հայ ժողովրդի կարծիքն է, այստեղ անձերի հարցը չի ստացվի իրենց անձերի վրա սևորել, անձնավորել, չունեն շանս։ Հայկական եկեղեցուն խփողը չունի շանս ուղղակի ոչ մի պարագայում։ Հայկական եկեղեցին ապակենտրոնացված կառույց է, դա էլ ասեմ։ Դե հիմա տեսնենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի Կամուշ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։